Միացյալ Նահանգները կրկին հարվածներ է հասցրել Իրանին, երկրի կենտրոնական հրամանատարության տվյալով նպատակն է թույլատրել Իսլամական Հանրապետության ռազմական ներուժը եւ թույլ չտալ հարվածել Հորմուզի նեղուցով անցնող նավերին։ Թիրախավորվել է Խոմեյն քաղաքի արվարձանում գտնվող արդյունաբերական օբյեկտ, պայթյուններ են որոտացել Շիրազ քաղաքում։ Իրանական կողմն էլ հարվածել է Քուվեյթում, Հորդանանում, Սիրիայում օբյեկտների, Բահրեյնում վնասվել է Ամազոնի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը։ Նաեւ ԶԼՄ-ների տվյալով իրանական ուժերը Հորմուզի նեղուցով անցնող նավթային երկու լցանավի են հարվածել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը դիմել է իրանցիներին, կոչ արել միասին առաջ շարժվել եւ ոչնչացնել Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին։ Դոնալդ Թրամփն էլ սպառնացել է զանգվածային եւ բազմակի պատասխան տալ Իրանին յուրաքանչյուր ամերիկացի զինվորի մահվան համար։ Համապատասխան հրահանգը փոխանցվել է պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթին եւ այլ պաշտոնյաների, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Էնդի Բըրնհեմը սկսել է ձևավորել իր կաբինետը։ Ջոն Հիլին, որը մեկ ամիս առաջ հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ դժգոհ էր բանակի եւ նավատորմի ոչ բավարար ֆինանսավորումից, նշանակվել է ֆինանսների նախարար։ Էդ Միլիբանդը նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Առաջին օտարերկրյա առաջնորդները, որոնց հետ վարչապետ Բըրնհեմը հեռախոսազրույցներ է ունեցել, եղել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Զելենսկին հույս է հայտնել, որ Ուկրաինային Մեծ Բրիտանիայի աջակցությունը կլինի շարունակական։ Մեր երկրները կառուցել են ամենաամուր գործընկերությունը, մոտ ապագայում կհանդիպենք եւ կքննարկենք հետագա համագործակցությունը, այդ թվում հակաօդային պաշտպանության ոլորտում, նշել է Ուկրաինայի նախագահը Բըրնհեմի հետ հեռախոսազրույցից հետո։ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում էլ Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետը Սպիտակ տան ղեկավարին հրավիրել է Մանչեսթեր։ Ըստ ամերիկյան մամուլի Թրամփը չի մերժել հրավերը։ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ 50%-ի մաքսատուրք է սահմանում կանադական որոշ ներմուծումների վրա։ Որոշումն արդեն ուժի մեջ է մտել։ Ըստ ամերիկյան կողմի այն պատասխանն է ամերիկյան ավտոմեքենաների, կաթնամթերքի եւ այլ արտադրանքի նկատմամբ կանադական մաքսատուրքերի, որոնք Սպիտակ տան համոզմամբ խտրական են։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Կանադայի հայտարարած սահմանափակումների հետևանքով ամերիկյան ավտոմեքենաների արտահանումը մոտ 22%-ով անկում է ապրել։ ԱՄՆ նախագահի թիմը հուսով է, որ նոր մաքսատուրքերը կստիպեն Օտավային վերանայել իր առևտրային քաղաքականությունը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Կանադային սպառնացել էր, որ կբարձրացնի մաքսատուրքերը, եթե երկրի իշխանությունը չպայքարի երկրում անտառային հրդեհների հետևանքների դեմ, քանի որ դրանց ծուխը վերջին օրերին պարուրել է Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներ։ Նրա խոսքով ԱՄՆ էներթափանցում գարշելի, կեղտոտ եւ վնասակար օդ, ինչն անընդունելի է։ Թրամփը նաեւ նշել է, որ Օտավան կարող է փոխհատուցում տրամադրել ԱՄՆ-ին։ Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի։ Ռոյթերզի փոխանցմամբ Օրտեգան նշել է, այդ որոշումն անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունը չգա իշխանության։ Այստեղ այլևս ընտրություններ չեն լինի, որպեսզի նրանք չփորձեն գրավել կառավարությունը, ասել է նախագահը։ Թե ինչպես է դա ամրագրվելու օրենսդրորեն, Օրտեգան չի պարզաբանել։ Երկրից դուրս գործող ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ նման որոշման մեջ տեսնում են թուլություն եւ մրցակցությունից ազատվելու փորձ։ Դանիել Օրտեգան, որն այժմ 80 տարեկան է, առաջին անգամ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնել է 1981 թվականին։ 1990-ից մինչև 2006 թվականը եղել է ընդդիմության շարքերում։ 2007 թվականին նա կրկին դարձել է նախագահ եւ վերընտրվել նախագահի մյուս ընտրություններում։ Դիանա Գասպարյան, լուրեր։